Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են, բնիկություն և ազգայնականություն Արմենակ Ապրամյան, Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը այցելեց ժողովրդական արվեստներու թանգարան, Լիբանանը հայտնած է Իսրայելի հարձակումներուն հետևանքով 4319 զոհի մասին, հայ գիտնականները գաշխատին հայրու ցեղասպանության զոհերու դնթի ուսումնասիրության վրա, Միսակ Կարապետի մեծադուրյան, Շուշիի հայկական պատմամշակութային ժառանգության խեղաթյուրման հերթական փորձը, թթենու շվակի դակ վեբի շնորհանդեսը մշակույթի և պատմական հիշողության մասին, Համշենի երգերը։ Ժամանակակից աշխարհի մեջ հաճախ կշփոթվին երկու տարբեր հասկացություններ՝ ազգայնականությունն ու բնիկությունը, թեև երբեմն կրնան գոյակցիլ, անոնք տարբեր ակունք, նպատակ և հիմք ունին։ Ազգայնականությունը քաղաքական գաղափարախոսություն մնե, որ կազմավորված է նոր ժամանակներուն, պետության, ինքնիշխանության և հավաքական ինքնության շուրջ։ Ան կսահմանե քաղաքական համայնքը հիմնված քաղաքացիության, պետական հաստատություններու և ընդհանուր ծրագրի վրա և կփորձե պատասխանել այն հարցումին, թե մարդիկ ինչպես կուզեն միասին ապրիլ։ Տարբերություն անոր, բնիկությունը քաղաքական որոշումի արդյունք չէ, ան կնախորդե պետության, երբեմն նույնիսկ գրավոր պատմության։ Ան գաղափարախոսություն չէ, այլ պատմական շարունակականության արտահայտություն։ Բնիկ ըլլալը գերազանցության հավակնություն չէ, ան կնշանակե պատկանիլ հողիմը, որովհետև այդ հողը կազմավորած է ժողովուրդը, իսկ ժողովուրդը այդ հողը։ Բնիկությունը ժողովուրդին և իր տարածքին միջև գոյություն ունեցող փոխադարձ հիշողությունն է։ Ազգայնականությունը կրնա կազմավորվել քանի մը տասնամյակի ընթացքին, իսկ բնիկությունը արմատացած է դարերու, երբեմն հազարամյակներու խորքերուն մեջ։ Ազգայնականության սահմանները կրնան փոխվել, մինչդեռ բնիկությունը կմնա կապված նույն հողին, լեռներուն, գետերուն, սրբավայրերուն, գերեզմաներուն և այդ տարածքին մեջ ծնած լեզվին։ Բնիկ ժողովուրդին համար հողը տնտեսական կամ ռազմավարական տարածք չէ միան, ան հավաքական հիշողության գրողն է։ Դեղանունները, սրբավայրերը, հին ճանապարհները, ավանդություններն ու լեզուն միասին կկազմեն կենդանի ժառանգությունը, որ անկարելի է ամբողջությամբ ուրիշ վայր փոխադրել։ Ժողովուրդը կրնա գործընծնել իր պետությունը կամ ինքնիշխանությունը, նույնիսկ ծրվել աշխարհի 4 կողմը, առանց թատրելու բնիկ ըլլալե կամ գործընծնելու իր պատմական պատկանելիությունը։ Հարգելի հայրենակիցներուն ամբողջությամբ կարելի է կարդալ մեր պաշտոնական կայքեն։ Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը ներկա գտնվեցավ ժողովրդական արվեստներու թանգարանին մեջ կազմակերպված 12-ամյա նկարչուհի Մարիա Հարությունյանի անհատական ցուցահանդեսին նվիրված անոր ստեղծագործական գործունեության։ Միջոցառումը սկսավ փոքրիկ համերգային ծրագրով, որմե յետ ներկայացվեցան Մարիա Հարությունյանի բազմաժանր ստեղծագործությունները։ Կազմակերպված շրջայցի ընթացքին ներկաները ծանոթացան անոր արվեստի առանձնահատկություններուն, ստեղծագործական ուղիին և աշխատանքներու գաղափարական բովանդակության։ Հատուկ հուզական բահ ստեղծեց արցախյան բարբարով արտասանված, գործված Արցախին նվիրված բանաստեղծությունը, որ հիշեցուց հայրենիքի գորստյան ցավը, ազգային հիշողության և մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Միջոցառման ավարտին կազմակերպվեցավ ջերմ հյուրասիրություն, որոնց ընթացքին մասնակիցները փոխանակեցին տպավորություններ և շնորհավորեցին նկարչուհին, մաղթելով նոր ստեղծագործական հաջողություններ։ Լիբանանի առողջապահության նախարարությունը թարմացուցած է Իսրայելի և շիական Հզբոլլահ աշխարհազորայիններու միջև բախումներու հետևանքով զոհված քաղաքացիներու թիվի վերաբերող տվյալները։ Նախարարության զեկույցին համաձայն մարտ 2-ին ռազմական լարվածության սրման սկիզբեն ի վեր զոհված լիբանանցիներուն ընդհանուր թիվը հասած է 4320-ի, իսկ վիրավորները 12200-ի։ Զեկույցը հրապարակված է X հարթակի վրա։ Հայաստանի մեջ կիրականացվին կարևոր գենետիկ հետազոտություններ հայ ժողովրդի պատմության և ծագման մասին նոր բացահայտումներու նպատակով։ Պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի համաձայն գիտնականները կստեղծեն պատմական Հայաստանի գենետիկ ատլասը, համադրելով հնագույն և ժամանակակից ԴՆԹ-ի տվյալները։ Մյուս նախագիծը կվերաբերի հայրու ցեղասպանության զոհերու ոսկրային մնացորդներու և ադամներու ԴՆԹ-ի ուսումնասիրության, անոնց ծագման մասին նոր տվյալներ բացահայտելու և կարելիության բարակային կենդանի ազգականները գտնելու նպատակով։ Գենետիկայի, հնագիտության, պատմության և լեզվաբանության համատեղ ուսումնասիրությունները պիտի օգնեն ավելի ամբողջական պատկերացում կազմելու հայ ժողովրդի անցյալին և պատմական Հայաստանի բնակչության մասին։ Միսակ Կարապետի մեծադուրյան Միսակ Մեծարեն ծնած է 1886-ին Արևմտյան Հայաստանի պատմական Խարպերտի ակնկավառի Փինգյան գյուղին մեջ։ Ան եղած է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քրական քննադատ։ Թեև Մեծարենց մահացավ ընդամենը 22 տարեկանին Կոստանդնուպոլսո մեջ, անոր ստեղծագործական ժառանգությունը կարևոր տեղ կգրավե հայ գրականության պատմության մեջ։ Շուրջ 5 տարի տևած գործունեության ընթացքին ան հեղինակեց բազմաթիվ բանաստեղծություններ, արձակ էջեր, քննադատական հոդվածներ և թարգմանություններ,
հարստացնելով հայ քնարերգությունը։ Քրագանակեց Սերգեյ Սարինյան քրած է, որ մեծարենցը թեև կարճ ապրեցավ, սակայն իր խորունկ մտածումներով հասավ հայ քնարերգության դասական բարձունքներուն եւ ստեղծեց անոր ամենաինքնադիպ էջերեն մեկը։ Այսօր Միսակ Մեծարենց կշարունակե մնալ հայ քրագանության ամենասիրված եւ նուրբ քնարերգուներեն մեկը, որոնց ստեղծագործությունները կդասյարակեն սեր, գեղեցիկին, հայրենիքին եւ մարդկային հոգին հանդեպ։ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները գրգին կհայտարարեն, թե կվերականգնեն Շուշիի պատմական կառուցապատումն ու մշակութային ժառանգությունը զայն ներկայացնելով որպես ադրբեջանական մշակութային մայրաքաղաք։ Անոնց բնդումով վերջին տարիներուն կատարված են բազմաթիվ շինություններու վերականգնման աշխատանքներ, իսկ 2026-ին կնախատեսվի պահպանել եւս 15 վնասված պատմական շենքեր։ Ադրբեջանական կողմը կնշե, թե աշխատանքները կկատարվին արխիվային ուսումնասիրություններու եւ միջազգային չափանիշներու համաձայն, սակայն այս հայտարարությունները չեն պատասխաներ պատմական իրականության։ Շուշին հայկական պատմամշակութային ժառանգության կարևոր կետրոններեն մեկն է, որոնց հայկական ինքնությունը փաստագրված է բազմաթիվ աղբյուրներով։ Հայկական հուշարձանները որպես ադրբեջանական ներկայացնելու փորձերը բազմիցս քննադատված են մասնագիտական շրջանակներու կողմէ։ Մասնագետները կշեշտեն, որ Շուշիի ժառանգության պահպանումը կարելի է միայն անոր իրական պատմության եւ հայկական ծագման ճանաչմամբ։ Բոլսո նոստալժիկ գրախանութին մեջ կայացավ քրող Այդնկաշկալի թթենիի շվակին դակ վեբի շնորհանդեսը։ Գրախանութը, որ նաև մշակութային կետրոն է, կհյուրընկալե քրական եւ մշակութային միջոցառումներ։ Վեբին մեջ հեղինակը կպատմե իր ծննդավայր Շաբին Կարահիսարի երբեմնի բազմաս կյանքին մասին, ներկայացնելով մանկության ընկերներ Քարնիկի, Քարեկինի եւ Ահմեդի պատմությունը։ Անոնց բարեկամության խորհրդանիշը կդառնա իրենց տնկած թթենին, որուն շուրջ կձավալվին հիշողության, հայրենիքի եւ ժամանակի փոփոխություններու նյութերը։ Պատերազմները, սակայն, կփոխեն բնակավայրին ճակատագիրը բնիկներու դեղահանությամբ եւ նոր բնակիչներու հասադումով։ Միջոցառման ընթացքին Փակրատ Էստոկյան անդրադարձավ Թուրքիո քրագանության մեջ անցյալի ողբերգական դեպքերու անդեսման, նշելով, որ ցեղասպանության, դեղահանություններու եւ բռնի դեղաշարժերու նյութերը հազվադեպ կերպով արտացոլված են քրագանության, շարժապատկերի եւ թատրոնի մեջ։ Էստոկյան ներկայացուց նաեւ Շաբին Կարահիսարի պատմական նշանակությունը, հիշադակեց զորավար ընտրանիկը, քաղաքի դիմադրությունն ու հետագա հայաթափումը։ Շնորհանդեսը ուղեկցվեցավ ժողովրդական երաժշտությամբ, իսկ ավարտին հեղինակը մագակրեց ընթերցողներուն քիրքերը։ Համշենի փարփարով երկերը մինչև այսօր կպահպանեն հայ լեզվի եւ մշակույթի արժեքավոր շերտերը։ Թեև շատերուն համար անոնք ամբողջությամբ հասկանալի չեն, անոնց մեջ պահպանված են հայկական արտահայտություններ, որոնք կվկայեն պատմական արմատներուն մասին։ Համշենցիները պատմական Համշենի հայրու ժառանգներն են, որոնք դարերու ընթացքին ենթարկված են բռնի իսլամացման եւ թրքացման։ Այսօր անոնք գլխավորապես կբնակին Թուրքիո հյուսիսարևելքը, սակայն կպահպանեն իրենց փարփարը, երկարվեստը եւ ժողովրդական ավանդությունները։ Համշենահայրու լեզուն, երգերն ու մշակութային ժառանգությունը կարևոր դեր կգրավեն հայկական ինքնության ուսումնասիրության մեջ, որպես հայկական մշակույթի կենդանի վկայություններ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։